Մենք իրականացրել ենք ժամանակի ընթացքում արբանյակային լուսանկարներով ինֆորմացիայի եւ փաստերի ուսումնասիրություն, ֆրանսիական եւ չինական արբանյակներով եւ դրանցով հստակ ցույց ենք տվել, որ առաջին Հայաստանի Հանրապետության իշխանությունները թաքցրել են մեզանից եւ իրականում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցել ադրբեջանական տեղաշարժեր, դիրքերի ամրացումներ, բարելավումներ եւ նաեւ ներխուժում, այսինքն նոր դիրքերի, նոր տարածքների վրա։ Դրանք օբյեկտիվ փաստեր են, որևէ մեկ բան, որևէ էմոցիան, որևէ այլ բան դրա տակ դրված չկա։ Ակնհայտ է, որ այդ դիրքերը նաեւ թե ականանետային, թե հրաձգային կրակակետեր ունեն, խոշոր տրամաչափի նաև զինատեսակների օգտագործման համար անհրաժեշտ, այդտեղ ռակադային, այսինքն հատուկ ռազմավարական օպերատիվ նշանակության ճանապարհներ են կառուցել, օրինակ ջերմուկում ականանետային դասակների դիրքեր են կառուցել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, այդ հայտարարությունը կամ այսպես կոչված իբր թե հերքումը չի համապատասխանում իրականությանը, դա ամբողջությամբ խաթարում է Հայաստանի անվտանգության համակարգը։ Մեր անվտանգությունը ադրբեջանական այդ դիրքերի պատճառով էականորեն նորից էլի խաթարվել է։ Դրա համար մենք լուծումներն ենք ներկայացրել, թե ինչ պետք է արվի, առավել եւս այսքանից հետո մի հատ էլ հələ հայտարարում են, ասում են սահմանազատման ինչ որ հանձնաժողովի միջոցով հետո պետք է այս ամենը վերացվի։ Այսինքն արևային պաներներ դնող ադրբեջանական իշխանությունը, որ այդ աստիճան արմատավորվում է, դուք այդքան միամիտ եք բոլորդ, որ կարծում եք ինքը դուրս է գալու ինչ որ հանձնաժողովի ասածով գնա այդտեղից։